Ներկայացրեց առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում եւ զրպարտություն։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել, այդ հողամասերը վաճառվել են միայն մի նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիր։ Ես կարծում եմ, ոչ քննիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, այդ ուղղությամբ մի քիչ կգնային ու կհասկանային իմ լուծապատճառները։ Ես որտեղ եղել եմ, որտեղ ծառայել եմ այս երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույն աղներ, աշխատակիցների, աշխատանքի պայմանների բարելավման և այդպես էլ վարվել եմ պաշտպանության նախարարությունը։ Եթե ես ունենայի հանցավոր միտում կամ ինչպես խոսում եմ ռմբակային անձնական ինչպիսի շահերը, ամբողջը կվաճառեի, բայց ինչու չենք վաճառել, մեկ իրան հասցրել, մեզ հատկացված հողամասերից, եթե չեմ սխալում, այսօր էլ, մինչև այսօր, եթե տենց էր ինչու չենք ամբողջը վաճառել, եթե շուկայական արժեքները այդպիսին էին, որպես դատախազություն հազարավոր գործեր պետք է հարուցեիք այդ ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, ով ցանկացել է, փորձարկել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ տվյալների արժեքները, այդպես էլ վարվել ենք, իսկ ես մեկին նա դարձրել, մեկին նա դարձրել, դրանք ինչ ասեմ, լավ մոտեցում չի և վերջին, այսպես ասեմ արգումենտը, հարգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձրեիք սկզբնական փուլից սկսած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել եղաբլուրի և դատախազի ելույթում էլ պատահական չէ, որ ընդերից ասկսը եղաբլուրի հարակից տարածք, այդ տարածքները ունենք կոնկրետ հասցրել, Իսակով Տողոտակ։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազն էլ թող իմանա, կարծում եմ ինքն էլ իմանա, որ կառավարության երկրորդ որոշման մասում այդպես էլ գրված ա եղել քաղաքապետարանի նաև եղաբլուր կոչվող տարածքից։ Այդպես էլ ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացին, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել, ոչ որևէ միջնորդի միջոցով կապ եմ հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ քննչական վարչությունը ևս գտնում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործ արել։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականի Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը որ լսեր դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանին ձեր պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է ուշաթափվի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ ունենալ։ Եվ ոնց եք պատկերացնում, մեկը գալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, միլիոնները տվեք ինձ։ Ավելի ասում,
բան կարելի է մտածել։ Այսքան շնորհակալ Վարժան դոտրան հակերտ չեմ լինելու ինչու, որտեղ նախորդ մեզ հաղորդությունը տալիս